հարցը, որ ամուրինցի կուգա երբեք բրի չամութենա և ամուրինցի կավատա երբեք բրի չծավրավի, թող Տիրոջ անունով փառավորվի։ Մեր սրտերը մենք պետք է պատրաստենք մեր սիրեկանի թագոսների առաջ, որ մեր սրտի դուռը բացենք իր առաջ, համաձայնվենք, որ ինքը ներս մտնի և մենք իրենք մեկ ընթրիկ կանենք իրան մենք ճաշակենք։ Նոր քիչ առաջ որ եկեցին, երկի մեջ ես խոսքերն է, որ ասում աչքերս բացվեց և ես նայեցի Հիսուսին նայեցի, նա դեմքի ժպիտին նայեցի ես։ Հետաքրքիր է, երբ որ ասենք Պետրոսը 3 տարի ասենք քայլեց Հիսուսի հետ, շատ բաներ ասենք տեսավ Հիսուս ձեռքով և ասենք մեծ գործեր արեց դեր Հիսուս իր կյանքի մեջ, բայց այն քաղցր պահը, որ Պետրոսը ճաշակեց, դա երբեք այդ 3 տարվա մեջ ճաշակեց, ինչ ասենք այդ պարագային ինքը ճաշակեց։ Աստծո խոսքը ասում է, երբ որ 2 անգամ ասում է ուրացավ Պետրոսը, ասում է 1 ժամ հետո, ասենք զուգահեռ Տեր Հիսուսին չարչարում էին, անհատում էին, վերջապես ծեծում էին, ասում է 1 ժամ հետո ասում է աղաղին մոտեցավ իրան, ասեց, որ դու էլ ասեց անոնց հետ էիր։ Պետրոսը գրված ասում անիծեց, ասեց, որ ես իրան չեմ ճանաչում։ Գրված ասում Տեր Հիսուսը Պետրոսի աչքերի մեջ նայեց։ Այսինքն ինչ կատարվեց Պետրոսի ներքին աշխարհի մեջ, իր հոգաշխարհի մեջ ինչ կատարվեց։ Նա տեսավ այն սերը, որ Պետրոսի նկատմամբ այն սերը չփոխվեց, այդ նույն սիրով սիրեց Պետրոսի։ Նա այդ քաղցր պահինքը ճաշակեց, այսինքն Տեր Հիսուսը իր հայացքով թափանցեց իր ներքին աշխարհը, գրկեց իրան, իր սերը հայտնեց, որ Պետրոսը տեսավ, որ թեկուզ որ Պետրոս ուրացավ, մարդ էր, սխալվեց, ուրացավ, բայց Տերը իր հայացքով խոսեց իր հետ, ասեց, որ ես քեզ չեմ թողել, թող Տիրոջ անունով փառավորվի։ Թող այսօր ասենք, որ մեր ամբողջ հայացքը, մեր ամբողջ ուշադրությունը ուղղվի Գողգոթա, որ մենք նայենք իրան, նայենք այդ խաչյալին մենք նայենք։ Համար Պողոս առաքյալը ասում է միտքս չդրի ձեր մեջ ուրիշ բան մտիգնալ, Հիսուս Քրիստոսը, ով այն է խաչը ելած, թող Տիրոջ անունով փառավորվի։ Սիրած ժողովուրդ, որոշ սրտումս կա, որոշ խոսք կա, ուզում սա փոխանցել ձեզ, հետո մենք կգանք Տիրոջ առջև աղոթքի, որ սա գրված է 2-րդ Օրինացի 16-րդ գլխի 21-րդ խոսքի մեջ է գրված, 2-րդ Օրինաց 16-րդ գլուխ 21-րդ խոսքի մեջ է գրված։ Եթե հիշում եք անցյալ պաշտամունքները մենք որոշ ասենք արթունության վրայով մենք անվել ենք, որ ասենք Սուրբ Հոգու ամբողջ նպատակն է եկեղեցու ներսում, ասենք այսօր ոչ թե ասենք միայն կարիք է որ դրսի մարդիկ արթունություն ապրեն մեր հարազատները եւ բարեկամները, այսինքն շատ մեծ կարիք է որ եկեղեցի անդամները ջրով եւ հոգով մկրտված անդամները ապրեն հոգեվոր արթունություն Քրիստոսի վրա։ Դրա համար ասենք այսօրվա շարունակություն կա որոշ այս ուղղությամբ, ես ուզում եմ փոխանցել ձեզ սիրած ժողովուրդ, որ Աստծո խոսքը ասում է, որ քո տերասուտ համար շինելու սեղանի քով որևէ անտառ մի տնկեր քեզի, արձանալ մի կանգնեցներ քեզի, որ մեկ քո տերաստվածդ կզզվի։ Նորից կարդում եմ այս համարը։ Քո տերասուտ համար շինելու սեղանի քով որևէ անտառ մի տնկեր քեզի, արձանալ մի կանգնեցներ քեզի, որ մեկ քո տերաստվածդ կզզվի։ Կարդում եմ Հռոմեացիս 12-րդ գլխի 1-ից մինչև 2-րդ խոսքերը։ Արդ աղաչեմ ձեզ եղբայրներ, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհը, սուրբ, Աստծուն հաճելի, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Եվ մի կերպարանվիկ այս աշխարհի կերպարանքով, հապա ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, որպես քննեք, թե ինչ է Աստծո կամքը, որ բարի ու հաճելի եւ կատարյալ է։ Թող Տիրոջ անունով փառավորվի։ Հոգևոր աղբություն նշանակում է, որ մարդը որպես կենդանի զոհ իր անձը ընծայում է ինքը Աստծո համար, ինքը լրիվ ընծայված է ինքը Աստծո համար։
Նավրում ասոմար են խապում, այս ժամանակավոր երկրի վրա, այս մնացած մարմնի օրերի ընթացքի մեջ, տարիների ընթացքի մեջ, ինքը ապրում է երկնքի օրերը երկրի վրա, այսինքն ամբողջ ներքին ուշադրությունը, իր ամբողջ ներքին ծառայը, իր ամբողջ ներքին փափագը Քրիստոս իր սիրեկանի վրա է, ասինքն որ ինքը այդ իրական արտությունին կապրի։ Դրա համար ասում է, երբ որ սեղան կպատրաստես, սեղանի քովը ասում է անտառմիտ ընկեր քեզի եւ ոչ արձամբի կանես քեզի, որ մեր կոտրաստվածը կզզվի։ Հարց առաջանում, երբ որ ասենք Փարիսեցին եւ Մաքսավոր եւ երբ որ կանգնեցին Աստծո առջեւ աղոթքի, ասենք մենք որ ժամանակ, ասենք այս ժամանակվա հատվածում որ մենք լինենք այդտեղ եւ այդ երևույթը որ մենք դատենք, մենք բնականաբար Փարիսեցին ավելի կարդարացնենք քան թե Մաքսավորին, որտեղ մենք արտաքին հայացքից մենք տեսնում ենք որ Փարիսեցին, ասենք հոգեվոր բաներ էր ասում ինքը եւ աղոթք էր ինքը անում։ Ասենք եւ ինչ էր ասում էր որ օրը 3 անգամ աղոթք եմ անում, չէ՞, 10-րդ եմ տարի բարի գործեր եմ անում եւ ես մեկի պես էլ չեմ։ Բայց հետաքրքիր է որ գրված է, բայց Մաքսավոր ասում Աստծո խոսքը, ասում է ինքը իր կուրծքը ծեծելով եւ անգամ ասում է ինքը արժանի չէր սեպում, որ իր աչքերը հառեր դեպի երկինք, ապա իր կուրծքը ծեծելով ասում էր որ ների ինձ մեղավորից,